Պետական մշակութային համագործակցության օրեր ու շաբաթ է սկսված հանրապետությունում եւ այս մշակութային ծրագրին մասնակցում է նաեւ մեր կենտրոնը եւ մենք այսօր պատիվ ունենք դեսպանիկ պարոն Դագուչի եւ Ճապոնիայի ժամանած մեր բարեկամների մասնակցության սկսել մեր ծրագիրը, շաբաթվա ծրագիրը։ Բարեբախտաբար մասնակցում են նաև մեր կերպարվեստի մասնագետները եւ այս վայրի ժայռի ծերպերից հոսող մեղրի, այսինքն Հայաստանի եւ լուսնի ներփաթելից հյուսած երկրի մշակութային համագործակցությունը թվում է թե ստացվում է։ Մանավանդ որ Մակիսանը այս ծրագիրը անում է աշխարհի տարբեր երկրներում, մասնավորապես Հայաստանում, մեր Վարդիկ Տեր-Հարությունյանի ջանքերով ու ջանադրությամբ, որպեսզի կարճ գտնվեմ, ասեմ, որ երկու անգամ եղել եմ այդ երկրում եւ երկու անգամ վայելել եմ ճապոնական գրականության, Կոբուկի թատրոնի, ճապոնական էսթետիկայի, ճապոնական կինոյի եւ ճապոնական գեղանկարչության հմայքը։ Թույլ տվեք սիրով ձայնը տրամադրել Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Դագուչիին, որը ուզում է հայերեն խոսել։ Your Excellency Erikas Petikas, Ambassador of Lithuania, Director Hobbit to Havana. Sorry, Hobbit to Բարեկդես Հարգերի հյուրեր, շնորհավորում ենք սահանդեսի բացման արդիվ։ Ուրախ եմ, որ կազմակերպել է այսպիսի սահանդես, որին մասնակցում են եւ ճապոնիացի եւ հայ նկարիչներ։ Շնորհակալություն սահանդեսի կազմակերպիչի Գինզայճոմե գարի Մակիմիկոսան եւ Ավիլերսի Վարդիտեր Հարությունյանի։ Այս տարի հունվարին բացվեց Ճապոնիայի դեսպանությունը Երևանում եւ հետագայում մենք փորձենք ավելի շատ մշակութային միջոցառումներ կազմակերպել, որպեսզի ավելի զարգացնենք Ճապոնիայի եւ Հայաստանի միջև առկա հարաբերությունները եւ մշակութային փոխանակում։ Երևի եկեք լսենք մենք Մակիսանին, տեսնենք ինչ պիտի ասի, որտեղ ինքը սրահում է Ճապոնիայում կամուրջ է։ Konnichiwa, բարև։この度大使館設立でこのような大勢の方たちが交流展ができまして本当に幸せです。ありがとうございます。 Ես շատ երջանիկ եմ, որ այսօր տեսնում եմ բազմաթիվ հյուրեր այստեղ։ 私たちは今年の5月に日本の横浜でアルメニアの作家さん22名とそれから日本の作家さん100名以上が参加してくださいまして、やはりこのような展覧会をやってまいりました。その時には日本国宝のおのの方が舞を舞って姉妹ですが待ってくださいました。これからも両国の大使館ができたので、これからは安心してできます。これからもよろしくお願いいたします。 Այս տարի բացվել է Ճապոնիայի դեսպանություն Հայաստանում եւ ես շատ ուրախ եմ, որ կարող եմ այդ
արդիվ կազմակերպել ցուցահանդեսներ։ Առաջի ցուցահանդեսը տեղի է ունեցել այս տարի մարտ ամսին Ճապոնիայի Յոկոհամա քաղաքում, որտեղ մասնակցում էին 100 ճապոնացի արվեստագետներ եւ մասնակցում էր 22 հայ արվեստագետներ։ Եվ այժմ մենք կարող ենք ներկայացնել նմանատիպ ցուցահանդես Հայաստանում, որտեղ մասնակցում են 21 ճապոնացի արվեստագետներ եւ 10 Հայաստանի արվեստագետներ։ Սիրելի բարեկամներ, ասեմ, որ մի քանի ամիս առաջ մեր կենտրոնում բացվեց ճապոնացի պրոֆեսոր, գեղագետ եւ գեղանկարիչ Կունիտո Նագաոկայի հայկական խաչքարերի կրկնակումներ ասեմ, մանրակետներ ասեմ, բրնձե թղթի վրա ինչ-որ տեխնիկայով արել է, շատ հետաքրքիր մի ցուցահանդես է, սա փաստորեն երկրորդը կամ երրորդն է, որովհետև մենք էլի ենք ունեցել ճապոնացի հեղինակների, արվեստագետների ցուցահանդեսներ։ Եվ քանի որ մեր ծիրանենին չի խանգարում ճապոնական սակուրային եւ ճապոնական սակուրանին չի խանգարում լիտվական շապյուղին, խոսքը տանք Էրիկա Շջանին, Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան։ Բարևձեզ, ես չեմ լսում գերեն ներեցեք ընտրեմ։ With your permission, just few words to my friend Eiji Taguchi, ambassador of Japan, and to the friends, so many friends from Armenia I met before this exhibition. I'm so glad to see them around here. Я могу по-русски, если можно. Я очень рад, что сегодня не только посещаю эту выставку по приглашению моего хорошего друга, японского посла Эйджи Тагучи, но и тоже, что встречаю столько много друзей, художников, которые уже увидел их работы в Армении. Это и Армине Туманян, это и Ахтар, это и Ара, это очень много. И я просто благодарен судьбе, что как бы этот музей становится как домом, потому что так выходит, что я нечаянно прихожу и всегда господин директор мне дает слово. Спасибо большое. Спасибо, господин посол. Ուրեմն ուրախալի է, որ Հաղթանակ Շահումյանը մեր ժողովրդական նկարիչ է, այս ծրագրի մեջ է։ Ես գիտեմ, որ Արանել կա, ես Ալեքյանը կա, Արա Հայթայանը կա, Աշոտը կա, եւ շատերը կան, Հասմիկը կա, Վասպուրականցի, Արմինեն կա, չմոռանամ։ Բայց խոսքը տանք անվանի գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանին։ Հարգելի բարեկամներ, թվում է թե աշխարհի տարբեր ծայրերում ապրելով պետք է որ տարբեր ժողովուրդներ, տարբեր երկրներ լինեն, բայց հավատացնում եմ, որ շատ ընդհանուր բաներ կա մեր ժողովրդի, մեր երկրի, նաև ավանդական սովորությունների, նաև ճապոնական։ Եվ ավելին ասեմ, ես երբ որ Ճապոնիայում էի 72 թվականին եմ եղել սովետական նկարիչների խմբի հետ, այնտեղ ես հարցրեցի ովքեր են ճապոնացիները։ Եվ այնտեղ գիտնականներից մեկը ինձ ասեց, որ գիտության կողմից ընդունված տարբերակը նա է, որ այսօրվա Ճապոնիայի բնակիչները, ճապոնացին, դրանք տեղի կղզիաբնակ ցեղերի եւ մոտ 6000 տարի առաջ Կովկասի կողմերից Հայաստանից իրենց հյուսային կղզիներում ապրում են ուրեմն մի ցեղախումբ, որը շատ տարբերում է ճապոնացի մեր պատկերացումից եւ լեզվով եւ արտաքինով։ Եվ ասես որ նման են այդ ձեզ ասես։ Դա շատ ուրախալի է։ Բայց իրականում Ճապոնիան մի հրաշալի երկիր է, հոգևոր իր արժեքներով է երևում այս հարազատ։ Իր ավանդապաշտ, նաև շատ առաջադեմ միջավայրով։ Եվ իրականում ովքեր առնչվել են, շփվել են, ես ավելին ասեմ, մեր ճապոնական մանրանկարչության ժամանակ միջնադարում եւ ավելի վաղ շատ օգտագործվել է հայկական գորգերը որպես նախշազարդեր իրենց ճապոնական մանրանկարչության մեջ։
Այնպես որ մենք ընդհանուր շատ լավ բաներ ունենք, առավել ևս արվեստը եւ հոգին, որ մեր երկու ժողովուրդների համար իրականություն է։ Շատ ուրախ եմ, որ առիթ ա եղել այլ դեսպանատան բացման համար, որովհետեւ դա հնարավորություն է մեր երկրների անմիջական շփման, նաեւ այսօրվա մեր արվեստագետների փոքրիկ այս հրաշալիքով։ Շնորհակալություն, պարոն Շահյան։